Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի Տապան թանգարանում բացված Արցախ ժառանգություն եւ հիշողություն ցուցադրությունը դարձել է ոչ միայն մշակութային կարևոր իրադարձություն, այլև հարթակ բարձրաձայնելու Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամային հարցերը։ Կոչ ենք անում բոլորին մոռացության չտալ Արցախը։ Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի մեր կորուստներին գումարվի նաեւ մոռացությունը։ Ցուցահանդեսի շրջանակներում քննարկումների առանցքում էր ոչ միայն մշակութային ժառանգության պահպանումը, այլև քաղաքական ներկա իրողությունները, մասնավորապես Բաքվում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցն ու տարածաշրջանում հաստատված թվացյալ խաղաղության վտանգները։ Ամեն օր բոլոր հնարավոր ացաններում պետք է խոսենք գերիների վերադարձի մասին։ Եթե կան գերիներ, ուրեմն մեր հարաբերություններում, Ադրբեջանի Հայաստանի հարաբերություններում ամեն ինչ լուծված չէ։ Ուրեմն այդ խաղաղությունը իմիտացիա է։ Թանգարանում ներկայացված նմուշները, պատմական քարտեզներն ու վավերագրերը այցելուների համար կմնան որպես մշտական գործող ապացույց Արցախի հայկական պատկանելիության մասին։ Կազմակերպիչների խոսքով միջազգային հանրության համար սա ևս մեկ առիթ է առերեսվելու Արցախի հանդեպ իրականացված անարդարությանը։ A lot of people said, well, does he have a plan? Yeah, of course they do. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմար է համարել Իրանի ներկայիս իշխանությանը։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը կարծում է, թե ինքը կհոգնի ու կհրաժարվի պատերազմից, բայց Սպիտակ տան ղեկավարը վճռական է տրամադրված։ Մենք կունենանք լիակատար հաղթանակ, մենք արդեն տեսականորեն ունենք լիակատար հաղթանակ ռազմական տեսանկյունից, ասել է Թրամփը։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Վելայաթին էլ հայտարարել է, որ Թրամփը սպառնում է Իրանին միջուկային զենքով, հավատալով Պենտագոնի կեղծ պնդումներին։ Պարոն Թրամփ, մի մտածեք, թե կարող եք օգտագործել մեր այսօրվա հանգստությունը Պեկին հաղթական մուտք գործելու համար։ Սկզբում սովորեք Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի այբուբենը։ Մենք հաղթել ենք ձեզ մարտի դաշտում։ Մի մտածեք, թե կարող եք մեզ հաղթել դիվանագիտության մեջ, նշել է նա։ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ, քննարկելու Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Աքսիոսի աղբյուրների համաձայն բանակցությունները մտել են փակուղի Կիրակի օրը, երբ Թեհրանը պաշտոնապես մերժել է ամերիկյան կողմի առաջարկած խաղաղության նախագիծը։ Իրանական կողմը հրաժարվել է զիջումների գնալ միջուկային ծրագրի հարցում, Միացյալ Նահանգների պահանջներն անվանելով անընդունելի եւ հավասարազոր կապիտուլյացիայի։ Թրամփը հայտարարել է, որ գործող հրադադարն այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ ինքը պատրաստ է ուժի կիրառմանը։ Սպիտակ տունն այժմ դիտարկում է Հորմուզի նեղուցումն, ավերի ուղեկցման վերսկսումը կամ Իրանի ենթակառուցվածքների ռմբակոծման նոր փուլը։ Չնայած ռազմատենչ ռետորաբանությանը նախագահը հազիվ թե հրամայի հարձակվել մինչև այս շաբաթվա վերջին նախատեսված Չինաստան այցի ավարտը։ Այս լարվածությունը կարող է լինել հերթական մարտավարական ճնշումը Թեհրանին ավելի շահավետ պայմաններով բանակցությունների սեղան վերադարձնելու համար։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հանդես է եկել երկրի մայրօրենքը հիմնովին փոխելու եւ նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությամբ։ Պետության ղեկավարի համոզմամբ նոր փաստաթուղթը պետք է լինի քաղաքացիական եւ ազատական, արտացոլելով երկրի արդի քաղաքական իրողությունները։ Նա կոչ է արել քաղաքական բոլոր ուժերին ակտիվորեն մասնակցել սահմանադրական մշակումների գործընթացին, ժողովրդավարությունն ամրապնդելու նպատակով։ Այդուհանդերձ վերլուծաբանները այս քայլը դիտարկում են որպես գործող նախագահի իշխանությունը երկարաձգելու քողարկված փորձ։ Թուրքիայի գործող օրենսդրությունը թույլ է տալիս նույն անձին պաշտոնավարել առավելագույնը 2 ժամկետով։ Նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան շրջանցել այս արգելքը եւ ճանապարհ հարթել Էրդողանի երրորդ անգամ առաջադրվելու համար։ Այսպիսով ժողովրդավարական կարգախոսների քողի տակ լուծվում է բացառապես իշխող վերնախավի վերարտադրության խնդիրը։ Դոնալդ Թրամփը Իրանի հետ հրադադարի համաձայնությունը բնորոշել է որպես մահամերձ վիճակում գտնվող գործընթաց։ Նա անիմաստ է անվանել Թեհրանի ներկայացրած խաղաղության ծրագիրը եւ անվստահություն հայտնել այդ երկրի ղեկավարությանը։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը դեռևս հնարավոր է համարում դիվանագիտական լուծման հասնելու հեռանկարը։ Ի պատասխան Իրանի հոգեվոր առաջնորդի խորհրդական Ալի Վելայեթին Թրամփին հորդորել է զերծ մնալ միջուկային սպառնալիքներից եւ հաշվի նստել Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի հետ։ Իրանական կողմը Վաշինգտոնից պահանջում է անվտանգության հստակ երաշխիքներ նոր ռազմական հարձակումներից խուսափելու համար։ Կողմերի միջև առկա խորը անվստահությունը պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած ամերիկյան եւ իսրայելական անակնկալ օդային հարվածներով։ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի եւ Միացյալ Նահանգների հետ գործընկերությունից աստիճանաբար հեռանալուն, հայտնել է New York Times-ը։ Հոդվածում նշվել է, որ Վլադիմիր Զելենսկին սկսել է հրապարակային քննադատել Սպիտակ տանը։ Կիևի դժգոհության հիմնական պատճառները ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկումն ու տարածքային զիջումների հարցում Վաշինգտոնի գործադրած ճնշումներն են։ Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, Վաշինգտոնը դեռևս շարունակում է Կիևին տրամադրել կենսական նշանակություն ունեցող հետախուզական տվյալներ։
سليما لن يكون هناك حاسم Կատարի նախկին վարչապետը Ալ Ջազիրային տված հարցազրույցում ներկայացրել է Մերձավոր Արևելքի վերակառուցման տագնապալի պատկերը։ Փորձառու դիվանագետը պնդում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներին ներքաշել է Իրանի դեմ պատերազմի մեջ, օգտագործելով արագ հաղթանակի կեղծ պատրվակն ու մեծ Իսրայել ստեղծելու իր հավակնությունները։ Այս հակամարտության ամենավտանգավոր հետևանքը Հորմուզի նեղուցի վերածումն է իրանական ռազմավարական լծակի, ինչն այժմ ավելի մեծ սպառնալիք է համաշխարհային տնտեսության համար, քան Թեհրանի միջուկային ծրագիրը։ Ծոցի երկրների համար հիմնական մարտահրավերն այլևս արտաքին ուժերը չեն, այլ սեփական պառակտվածությունը, որը հնարավոր է հաղթահարել միայն միասնական պաշտպանական դաշինքի արաբական ՆԱՏՕ-ի ստեղծմամբ։ Շեյխ Համադը կասկածի տակ է դնում Վաշինգտոնի ուսալիությունը եւ հորդորում է տարածաշրջանի պետություններին այլևս հույս չդնել ամերիկյան անվտանգության հովանոցի վրա։ Ըստ դիվանագետի ամբողջ աշխարհաքաղաքական թոհուբոհի հիմնական նպատակը տարածաշրջանի բռնի վերաձևումն է, որտեղ Իսրայելը փորձում է հասնել բացարձակ գերիշխանության։